Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, դուք դիտում եք Բևերի երիտասարդական փոդքասթի հերթական թողարկումը։ Այսօր տաղավարում ես կզրուցեմ Սուրեն Պալոյանի հետ, մասնագիտությամբ մանկավարժ, ազգային ժողովրդավարական Բևերի աջակից։ Բարի երեկո, Սուրեն ջան, շնորհակալություն, որ մեր տաղավարում ես։ Սուրեն ջան, դու որպես երիտասարդ կուզեի գնահատեիր անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը մի այսպես կոչված իրենց խոսքերով ասած աննախադեպ նախաձեռնությամբ էր հանդես եկել վարչաբենդ միջոցառում հավաքվել էին դիսկոտեկի, որը երիտասարդների համար էր, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր նշում, բայց տեսանք ովքեր էին կադրերը երևացին եւ այլն։ Քո կարծիքով մի երկիր, որը կարելի ասել պատերազմի մեջ է, չնայած իրենք ասում են, որ խաղաղություն են բերել եւ հիմա կարող են ամեն ինչ նախաձեռնել, բայց մենք գիտենք ինչ իրավիճակում ենք, Ադրբեջանը իր սպառնալիքները չի դադարեցնում, ակնհայտորեն խոսում են, ամեն օր դրա մասին են խոսում։ Հիմա ընդհանրապես բան ու գործը թողած Փաստորեն վարչապետի աթոռը զբաղեցնող անձը իր կեցավայրում, որում ինքը ապրում է մեր բոլորիս հարկերի հաշվին, խումբ է տանում, փորձարկումներ են չէ անում, ինքը վերջը փայտիկներով նվագել է սովորում եւ այլն։ Ես պատկերացնում եմ դրա համար ինչքան ռեսուրս է ծախսվում, ել չհաշված այդ միջոցառումը, որ նման ճոխությամբ, նման շռայլությամբ իրականացվեց։ Այսինքն քիչ էր ամեն կիրակի այդքան վարչական ռեսուրս ծախսել, տանել մարզեր այս կամ այն համայնքում մասնակցել կեղծ պատարակների, հիմա դրան գումարվեց նաև եւս մեկը, որ մեր միջոցներով փաստորեն վարչապետ ստեղծել են այդ խումբը եւ բան են անում, տժժում են էլի, հավաքվել էին կուսակիցներով ու ուրախանում էին։ Սա որքանով էր ճիշտ ու որն էր նպատակը, արդյոք կապ ուներ նախընտրական շրջանի հետ, արդյոք գիտակցում են, որ իրենց վարկանիշը այնքան է ընկել մանավանդ երիտասարդության շրջանում, որ նման բաներով պետք է փորձեն շահագրգռել։ Շնորհակալություն հարցի համար, տեսեք, վերջին շրջանում այո ակտիվացել է Նիկոլ Փաշինյանը ոչ քաղաքական իր գործունեությամբ, այսինքն ինչ որ ռեպլիկաներ, սրտիկներ եւ այլն այդպիսի շոուներ, սրա նպատակը հենց հասարակության շեղումն է ներկայում տեղի ունեցող իրավիճակի, այդ քաոսային իրավիճակի, թուրքացման process-ի հանդեպ, որպեսզի հասարակությունը չտեսնի վտանգը եւ ուղղում են այլ ուղղությամբ։ Իսկ այն, որ շեշտը դրվում է երիտասարդության վրա, սա շատ ավելի արդեն նպատակաուղղված գործողություն է, որովհետև երիտասարդությունը հենց պիտի լինի այս շարժիչ ուժը, երիտասարդությունը պիտի լինի այն ըմբոստ ուժը, որ պիտի այդ ամենի դեմը առնի, բայց կարողանում են ինչ-որ կերպ, ինչ-որ լծակներ օգտագործելով, իրենց իշխանական դիրքերը օգտագործելով երիտասարդությանը տանել այլ ուղղությամբ, մանիպուլացնել եւ թույլ չտալ, որպեսզի իսկական խնդիրը երևա եւ երիտասարդությունը կարողանա դեմ դուրս գալ այս process-ին։ Սա է այդ իմ կարծիքով այսպեսին է Նիկոլ Փաշինյանի գործողության նպատակը դա է։ Տպավորություն է, թե մեր ժողովրդի համբերությանը չափ ու սահման չկա, որովհետև տարեվերջին լսում ենք 3 միլիարդի պարգևավճար են բաժանում, եկեղեցու վրա այս հարձակումները, մեր հարկերի հաշվին այսքան վարչական ռեսուրսի չարաշահումը իշխանականների ի օգուտ իրենց, գումարած այս միջոցառումը, որի վրա վստահ եմ եւս հսկայական այս դիսկոտեկը, որ արեցին, հսկայական միջոցներ է ծախսվել։ Օրինակ ուրիշ եվրոպական երկրում լիներ, հիմա ժողովուրդը, չէ, թոշակի մի քանի եվրոյի չավելացման դեպքում են դուրս գալիս, ինքը ազգային ժողովի ամբիոնից ծաղրեց թոշակառուներին եւ այլն, ձայն ծպտուն չկա, մի բան էլ, որ հարցումներ են անում, լրատվամիջոցները փողոցում, ժողովրդի մոտ ինչ որ հատված դերևս շարունակում է վստահել, ասելով, որ լավ է, Նիկոլը լավ է, թող մնա իշխանության։ Լավ, սա ինչից է գալիս, արդյոք մենք կորցրել ենք մեր իրականության նկատմամբ մեր զգացումները, ինչու որևէ լավ դեռ չասեմ պատերազմը, տանուլ տալը, դավաճանություն եւ այլն, այդքան բանի վրա աչք փակելը, չնայած չեմ կարծում աչք են փակել, բայց այնուամենայնիվ դեռ չենք լսում այդ ձայն, ծպտուն չենք լսում, միայն սոցիալական ցանցերում դժգոհություն արտահայտել եւ վերջ։ Գիտեք, եկեղեցու հանդեպ հալածանքը առաջին անգամ չէ պատմության մեջ, որ տեղի ունենում,
սա երկար ընթացք ունի եւ երկար ընթացք է ունեցել եւ հույս ունի մեր հակառակորդը, որ հիմա մեր ճշնամին, որ հիմա կարող է եկեղեցուն առհասարակ ջնջել եւ թույլ չտալ, որ հայության համար լինել հենարան, սյուն, հայապահպանության միակ գործիքը, որ կա եկեղեցին է։ Գիտեք, համեմատության համար ասենք, որ ցեղասպանության տարիներին սկսած 1850 թվականից մինչև ցեղասպանություն եւ ավարտ սպանվել է 5000 հայ հոգեվորական։ Սովետական բռնաճնշումների տարիներին սպանվել է 2000 հայ հոգեվորական եւ ներկայիս հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրերի թիվը, ինչքան որ ես թիվը հիշում եմ, 850-ն է։ Այսինքն, եթե այս թվերի համեմատությունը նայում ենք, թշնամին, մեր երկու թշնամիները կարողացել են հայի համար շատ առանցքային կառույց հանդիսացող եկեղեցին կոտրել, որպեսզի այլևս այդ հայապահպանությունը իր վրա վերցած այդ օղակը, այդ կառույցը չկարողանա իր գործունեությունը իրականացնել եւ գիտեք ինչ վերաբերում է հասարակության արձագանքին այս ամենին պիտի հասկանանք մի բան որ գաղութային վիճակի ընկալումն է որ մեզ կկոչի ազատության պայքարի այսպիսի դրվագներ հայոց պատմության մեջ կան շուտով լրանում է փետրվարյան ապստամբության օրն է այո տեսեք երբ որ մենք համեմատություն ենք տանում 1921 թվականին տեղի ունեցած ապստամբությունը բոլշևիկյան իշխանությունների դեմ 1920 թվականին, երբ որ Դաշնակցությունը հանձնեց կառավարությունը հանձնեց բոլշևիկյան իշխանությանը, արդեն ամիսներ հետո սկսվեցին Հայաստանի ամբողջ տարածքում սկսվեցին ապստամբական գործողություններ։ Դա նշան էր այն բանի, որ ժողովուրդը ուներ այդ ազատության քաղաքական գիտակցություն ուներ եւ ազատության ընկալումը ազատությունը պետք էր նրան։ Եվ դրա համար ապստամբություն կազմակերպվեց ինքնաբուխ ապստամբություն իհարկե դա նորից ճնշվեց բոլշևիկների կողմից, բայց սա արդեն այլ հարց է։ Ժողովուրդը գաղութացման տեսել էր գաղութացումը ինչ է, Օսմանյան կայսրության տարիներին գիտեր արդեն ինչ է գաղութացումը եւ մեկ այլ տիրոջ թելադրանքին պատրաստ չէր, դրա համար ապստամբեց։ Եվ Նիկոլի ասած խաղաղությունը, տեսեք, հիմա քարոզում է այն մասին, որ պետք է հայ ժողովուրդը ընտրի հունիսի 7-ին չէ, կարծեմ ընտրությունները։ Հունիսի 7-ին հայ ժողովուրդը պիտի ընտրի պատերազմ թե խաղաղություն։ Սա շատ նման է այն բանին, որ հայ ժողովուրդը 100 տարի առաջ ընդունեց այդ խաղաղությունը, այդ ճակերտավոր խաղաղությունը ընդունեց, իհարկե սա պարտադրված խաղաղություն էր։ Եվ ընկավ ծուղակը։ Այո, եւ այդ պարտադրված խաղաղությունը ավելի վատ բան է, քան պարտադրված պատերազմը, որովհետեւ պարտադրված պատերազմից հաղթանակի հնարավորություն կա, երբ որ պարտադրում են խաղաղություն, սա նման է կապիտուլյացիայի եւ դրա ընթացքում ջնջում են քո ինքնությունը։ Ես քիչ առաջ այդ թվերը որ նշեցի, սա դրա փաստն է, դրա օրինակն է։ Եվ հիմա նորից նույն process-ի մեջ ենք, նույն շրջափուլի մեջ ենք, որտեղ ժամանակին չենք կարողացել հաղթահարել եւ չենք կարողացել մեր ազատությունը պահպանել։ Հիմա հայ ժողովուրդը չի գիտակցում, որ կա շատ հնարավոր է, որ օրեր ամիսներ հետո ուղղակի Նիկոլ Փաշինյանը կարող է ասել, որ հայկական պետականության կամ իշխանությունը հանձնում են Թուրքիայի կառավարմանը։ Ամիսներ տարիներ առաջ երբ որ որտեղ որևէ երաշխիք չկա, չէ՞, այս խաղաղության համար։ Կողմից հնչում էր, որ Նիկոլի տարած արևմուտքը դա դեպի Թուրքիա է, Նիկոլի արևմուտքը, Նիկոլի քաղաքականությունը դեպի արևմուտք, դա թուրքացման process է։ Հասարակությունը չէր ընկալում դա, բայց հիմա իր մաշկի վրա ազգում է այդ թուրքացման process-ը, տեսեք։ Բայց արդյոք ընդունում են, որ հիմա Նիկոլ Փաշինյանը մեզ տանում է թուրքացման։ Շատերը նորից դա կարծեք թե չեն հասկացել, որովհետև տեսնում են ինչ որ կադրեր, չէ՞, օրինակ Նիկոլ Փաշինյանը գնաց, Թրամփի հետ լուսանկարվեց, արդեն որերորդ անգամ Թրամփի ժպիտին արժանացավ, դա շատ մեծ ոգևորությամբ իշխանական քարոզչամեքենան ռեսուրսներ է ծախսում սոցցանցերում, բլոգերների միջոցով եւ այլն տարածում են ու ժողովրդին թվում է թե վсё, վերջ, ներողություն, գնաց Նիկոլ Փաշինյանը արևմուտքի հետ հարաբերություններ կարգավորեց։ Էլ չեն լսում, մնացածը չեն լսում։ Իրենց համար մյուս կարծիքը կարծեք թե ընդունելի չէ։ Էլի համեմատություն պիտի տանեմ պատմական process-ների հետ, տեսեք
Կիլիկյան Հայաստանի անկումից հետո ի վերջո հայ ժողովուրդը երբ որ կարողացավ հոգևոր եւ աշխարհիկ առաջնորդությունը մեկտեղ գործել, մենք ունեցանք Սարդարապատ։ Եվ մեր ճշնամին շատ լավ ընկալել է, որ երբ որ հայ ժողովուրդը թեկուզ չունի աշխարհիկ առաջնորդություն, ապա հոգևոր առաջնորդությունը կարողանում է պահպանել, կարողանում է կազմակերպել ինքնության գոյատևումը։ Եվ սրա համար արդեն աշխատում են մեր հոգևոր առանցքի ջնջման process-ի վրա։ Եվ սա միայն այն չէ, որ տեսեք Նիկոլ Փաշինյանը սկսեց հայ առաքելական եկեղեցու դեմ իր գործողությունները մատնանշելով, որ ուխտադրուժ են եղել, չեն կատարել իրենց ուխտը, բայց հիմա արդյոք հայ ժողովուրդը կարող է պատասխանել հարցին, թե ապա այդ ինչու է բանակից հանվում հոգևոր ծառայությունը եւ միակողմանի միանձնյա որոշում է դա։ Սուրեն Պապիկյանը միանձնյա է որոշում այն դեպքում, երբ որ կաթողիկոսի համաձայնությունն էլ պետք է այդտեղ լիներ։ Սա է թուրքացման process-ի մեկ վառ օրինակ։ Շատ են այդպիսի օրինակը եւ ժողովուրդը ինչքան ուժ հայ հասարակությունը ինչքան ուժ կընկալի այս խնդիրները, այս ընթացքը, այնքան ավելի դժվար պիտի լինի այս ամենի դեմ ապստամբելը։ Հիմա փաստորեն հոգևոր ծառայությունը հանվեց բանակից զուտ այն պատճառով, որ իրենք հոգևորականներն են, չէ՞, նշում կնդերեցները, որ հրաժարվել են մասնակցել, կարծեմ 2-3 հոգի են ընդամենը ասել, որ կմասնակցեն Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված եկեղեցու նորոգման աշխատանքներին, մյուսները հրաժարվում են, ու մեկ էլ որոշում են, որ վերջ պետք է հոգևոր ծառայությունից հրաժարվել։ Բանակում այլևս չպիտի լինի հոգևոր ծառայություն։ Լավ, ինչպես է սա հնարավոր էլի, ժողովրդավար երկիր, հետո կասեն Հայաստանը, ժողովրդավար երկրում նման բաներ են, հա, լինում։ Պիտի կրկնվեմ ասելիքիս մեջ, բանը մեր գաղութային վիճակի ընկալումը պիտի բերի ազատության կանչին։ Ասում են չկա գաղութային վիճակ, վերջապես Հայաստանը անկախացել է 2022 թվականը մինչև Նիկոլ Փաշինյանը ֆորպոստի վարչապետ էր, դրանից հետո արդեն ինքնիշխան երկրի վարչապետ է դարձել, այլևս չկա գաղութացված վիճակ։ Ապա եթե չկա գաղութային վիճակ, ուր մնաց Արցախը։ Արցախը Նիկոլ Փաշինյանի, ուր մնաց Արարատը, ուր է Հայաստանը։ Այս փոքրիկ Հայաստանն է այն, ինչ որ մենք կոչում ենք Հայաստան, ինչ որ մենք կոչում ենք հայրենիք։ Իրենց սահմանափակ ուղեղով, այո, ասում է՝ մի նստեք ու երազեք ուրիշ Հայաստանի մասին, երազեք հենց այս իրական Հայաստանի մասին։ Նիկոլ մասին։ Փաշինյանի խոսքը հայ ժողովրդի խոսքը չէ, եւ մենք տեսեք վիճակագրություն կա, ես վերջերս դա կարդացի, պատերազմից հետո ծնված երեխաների մեծամասնությունը, տղա երեխաների մեծամասնության անունները մեր հայդուկական, ֆիդայական շարժման հերոսների անուններն են։ Սա զարթոնքի նշան է, սա մեր արմատներին վերադառնալու նշան է, ոգևորիչ նշան է, եւ հույս ունենք, որ այն ծնողները, ովքեր իրենց երեխաների անունը դրել են Արարատ, կդաստիարակեն Արարատին ձգտման շնչով եւ չեն ամաչի իրենց անունից եւ ինչ որ հարթակներում չեն այլ անունով չեն հանդես գա, ինչպես որ ասենք Արարաբադ Միրզոյանը։ Վերջին կառավարության նիստի ժամանակ էր, չէ՞, Սրիկա Նիկոլը ասում էր Հայաստանում կա Արարատ, բայց դա Արարատի մարզն է։ Այո, ես նաև որոշակի հարցազրույցներ լսեցի վերջերս քաղաքական ուժերի, նրանց առաջնորդների մասնակցությամբ, տեսեք հարցին, թե 29800 քառակուսի կիլոմետրից դուրս Հայաստան ասելով ինչ եք հասկանում, պատասխանը հնչեց հետևյալ կերպ, որ դա ցանցային կառուցվածք ունեցող եկեղեցին է եւ Սփյուռքը, մանիպուլյացիոն պատասխան էր, չգիտեմ ինչքանով աջակիցները կընկալեն, կընդունեն, կողքեվորեն կամ հարցին թե այսինքն այլ քաղաքական ուժերի։ Այո, այլ քաղաքական ուժերի Չակերտավոր ընդդիմադիր։ Այո, չակերտավոր ընդդիմադիր համակարգի մասնիկ հանդիսացող, մեկը մյուսին պաշտպան հանդիսացող։ Կամ հարցին թե արցախցիների վերադարձին ինչպես եք պատկերացնում դեպի Արցախ, պատասխանը եղավ, որ այո, մենք կողմնակից ենք, արցախցիները անպայման պիտի վերադառնան եւ այլն, եւ ելի չհասավ հարցը այն բանին, որ նախ Արցախը պիտի վերադառնա Հայաստանին։ Եվ հետո միայն Արցախը Հայաստանի մաս ճանաչելուց հետո միայն այո ազատ Հայաստանի քաղաքացիները իրենց ցանկությամբ կարող են վերադառնալ իրենց տները։ Այսինքն չի շեշտվում տարբեր քաղաքական օղակներում, չի շեշտվում, որ այո գաղութային process կա։
գաղութային վիճակի իրենք մեջ հենց են։ այդ գաղութային բանի շրջանակներում են գործում, ինչպես կարող են այդ մասին խոսել։ Ու վերջին շրջանում այո, նկատելի է, որ Արցախի մասին քիչ են խոսում, քիչ են հիշատակում, իրենց համար կարևորը աթոռն է, հիմա պայքարը խորհրդարանում աթոռներ զբաղեցնելու համար է, թե ճակերտավոր ընդդիմադիրներ կլինեն, թե խորհրդարանական, թե ոչ խորհրդարանական, ու շատ լավ ձևը գտել են ժողովրդին հիմնականում տնտեսական խնդիրների շուրջ բան անելու, չէ, մոբիլիզացնելու, այսքան աշխատատեղ կստեղծենք, չգիտեմ, սա չի լինի, հարկես չլինի, տուրքեր չեն լինի, ինչը ժամանակի Նիկոլ Փաշինյանն էր անում, ցավոք, հետո եկավ տեսանք ինչ եղավ։ Իսկ արդյոք եթե խոսում ենք առաջնահերթ չպիտի, այո, շատ կարևոր են տնտեսական, սոցիալական հարցերը, բայց լավ մեր անվտանգային հարցերը, որ ամենաառաջնայինը կարելի է համարել, ինչ արդեն վերջ խաղաղություն է, բոլորը ընդունում են, որ իսկապես խաղաղություն է եկել ու արդյոք հաշտվում են, եթե անգամ խաղաղություն կա, այս իրավիճակի հետ հաշտվում ենք, հա, մենք առանց Արցախի խաղաղություն։ Արցախի հարցի քննարկումը ճիշտ է նկատել, Արցախի հարցի քննարկումը շատ հետին պլան է մղված այս նորընտիր քաղաքական ուժերի կողմից, նոր կազմակերպվող դաշինքների, նոր կազմակերպվող ուժերի կողմից, եւ սա իմ կարծիքով մեկ դիրքորոշումն է նրանց միակ դիրքորոշումն է, որ հանկարծ չխոսեն Արցախի մասին եւ չմտնեն այն օրակարգի մեջ, որ ոնց որ Նիկոլն է ասում, Արցախի հետ բերելը պատերազմ է, Արցախը միայն պատերազմով, պատերազմ կամ խաղաղություն, ապա եթե նրանք խոսեն Արցախի մասին, կասոցացվեն այն մտքի հետ, որ նրանք պատերազմ են ուզում։ Ապա հարց բոլոր այդ քաղաքական ուժերին, արդյոք հիմա պատերազմի մեջ չենք, արդյոք հիմա մեր ինքնությունը վտանգված չէ եւ մենք չենք գնում թուրքացման process-ի։ Երբ որ մեր կրթությունը, մեր գիտությունը, մեր առօրյան, մեր տնտեսական ամբողջ ընթացքը կապվում է Թուրքիայի հետ, մենք էներգետիկ բլոկադայի մեջ ենք ընկնում, համատեղ է, չէ՞, Ադրբեջանի հետ մենք էներգետիկ համակարգ։ Հետո Արաքսի հանձնումը 100 տարով Թուրքիային, սա մեծ ճգնաժամի մեջ է առաջ է կանգնեցնելու եւ հայ ժողովուրդը հուսահատ վիճակում նկարագրենք նրա վիճակը հուսահատ է եւ դրա համար չի պայքարում, սխալ կլինի, քաղաքական գիտակցություն չունի։ Երբ որ այդ վիճակը հասնի այն բանին, որ այլևս պետք է ոտքի կանգնել, ես վստահ եմ, որ ոտքի կկանգնի հայ ազգը, սա առաջին անգամը չէ, որ այսպիսի վատ վիճակում ենք մենք եղել, եւ հետո տեսեք որոշ հետազոտությունների արդյունքում այսպիսի Հայաստանի եւ հայ ժողովրդի վիճակը նմանեցվում է նախաեղեռնյան այդ ընթացքին եւ նրանք ասում են, որ մեծ ինստիտուտների աշխատանքի արդյունք եմ ես ասում, որ այո, նախքան եղեռնը նույնպես հայ ժողովրդի հանդեպ տարվում էր այսպիսի քաղաքականություն, սոցիալական բեռ, հոգեկան բեռ եւ ընտրության հնարավորություն, ամենավատ ընտրության հնարավորություն վատի եւ վատագույնի միջեւ։ Եվ երբ որ 1920 թվականին հայ ժողովուրդը ընտրության առաջ էր կանգնած ընտրել Ռուսաստանին, թե բոլշևիկյան Ռուսաստանին, թե Թուրքիային, հայ ժողովուրդը ընտրեց բոլշևիկյան Ռուսաստանին։ Չնայած այդ ընտրությունը պարտադրված եղավ, այունալի ճնշումների հետևանքով եղավ այդ ընտրությունը, ապստամբության մասին տեղեկությունները դա են փաստում, ամեն դեպքում Իսկ հիմա ինչ կլինի ըստ քեզ։ Այդ ընտրությունը մեզ տարավ այն բանին, որ մենք այդ գաղութային ընթացքի մեջ կորցրեցինք մեր մտավորականներին, մեր հոգևորականներին եւ ի վերջո մենք այն պահին, երբ որ մենք այդ ընտրությունը կատարել ենք, որ պիտի ունենանք ազատություն, պիտի ռուսը մեզ պաշտպաներ եւ պիտի չհանձնվեր Արցախը, պիտի ցեղասպանություն տեղի չունենար Արցախում, ռուսը մեզ դավաճանեց, դա սпасելի էր։ Նա իր խաղը խաղաց իր ընկերոջ հետ եւ ի վերջո ունենք այս վիճակը։ Պիտի ընկալումը լինի հետեւյալը, որ չկա տարբերություն Ռուսաստանի եւ Թուրքիայի գործելավերջի քաղաքականության միջեւ եւ հայ ժողովուրդը ի վերջո կարող է իր ազատությունը ունենալ իր պայքարի շնորհիվ եւ դա այդպես կստացվի, երբ որ մենք ամբողջ մեր հասարակությամբ ժողովրդով
դուրս գանք այդ պայքարին։ Բայց քանի գնաց վիճակը ժողովրդի համար ավելի բարդացավ։ Հիմա որ նայում ենք քաղաքական դաշտում ինչքան չէ նոր ուժեր են ձևավորվել, ռուսական, թուրքական ու որոշ ուժեր, որ նոր են ստեղծվել ու իրենց դիրքավորում են որպես այլընտրանք։ Այսինքն շատերը նույն բևեռի գաղափարախոսությունը գողանալով, իրենց ձևով ներկայացնելով, խոսելով, թմբլաբարձելով, գերազանցիկի նման, ու հիմա ավելի դժվար է լինելու ժողովրդի համար։ Այսինքն ոչ թե այլընտրանքը մեկ ուժ է, այլ մի քանի ուժեր, որոնք մի մասը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, մյուսները դեռ չգիտենք ինչ ծագում ունեն, շուտով հավանաբար կիմանանք։ Հիմա ավելի դժվար չի լինի ընտրություն կատարել ժողովրդի համար։ Ճիշտ է, ընտրությունները լավագույն տարբերակը չեն Հայաստանում իշխանություն փոխելու համար, որովհետև արդեն գիտենք Հայաստանում ընտրություններ չեն լինում։ Տեսեք, ընտրությունն ասածը այո, մարդկության պատմության ընթացքում լավագույն տարբերակն է, երբ ժողովրդավարությունն է հաստատում եւ դա կազմակերպվում է ընտրությունների միջոցով, այո, ընտրությունները շատ լավ բան են, բայց հայ ժողովրդի առաջ ընտրությունը այլ բանի, հայ ժողովուրդը այլ բանի առաջ է կանգնած ընտրությունն ասելով, ընտրել ազգային ապագա, թե ընտրել նոր գաղութատեր։ Եթե նայում ենք նոր գաղութատիրոջ ընտրության, ապա ինչ տարբերություն թե այդ գաղութատերը ով կլինի, նա իր ծրագրերով, իր խնդիրներով, իր ցանկությամբ կտանի իր ստրուկին։ Իսկ ազատության ընտրությունը բոլորովին կապված չէ, նաև խաղաղության ընտրությունը բոլորովին կապված չէ հունիսի 7-ին կազմակերպվող ընտրությունների հետ, որովհետև մենք գաղութային process-ի մեջ ենք եւ այդ process-ը խորանում է, գնալով խորանում է։ Նախ եւ առաջ պետք է դրա դիմաց կանգնեցնել այդ ընթացքը եւ հետո նոր կատարել ընտրությունը։ Իսկ դրա առաջին քայլը իհարկե Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, որովհետեւ ադմինիստրացիայի ղեկավարը հիմա Նիկոլ Փաշինյանն է եւ խոնարհորեն կատարում է իրեն տրված բոլոր առաջադրանքները։ Ինչ որ մի պահի կստացվի այդ արճակատումը այ ժողովուրդը ոտքի կկանգնի։ Քո կարծիքով հիմա ինչն է ճիշտ, մասնակցել ընտրությունների, թե չմասնակցել, եւ մասնակցելու դեպքում ինչ ռիսկեր կլինեն, չմասնակցելու դեպքում ինչ ռիսկեր կլինեն, որովհետեւ եթե վերջին տարիները փորձենք վերլուծել, Սերժ Սարգսյանը Ընդհանրապես ժողովուրդը ինքը չէ պետք է որոշողը լինի, բայց իշխանությունը ինքն է ընտրում թե ով պիտի լինի իր ընդդիմությունը։ Սերժ Սարգսյանը այն ժամանակ ընտրեց այսպես կոչված ճակերտավոր ելք դաշինքին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որը հետո եկավ իշխանության։ Նիկոլ Փաշինյանը 2021-ին ընտրեց Քոչարյանին որպես իր մրցակից, հիմնական ընդդիմություն ներկայացնելով, չէ, ամբողջ օրը եթերներով Քոչարյանից մասին էին խոսում, որ մարդ չուզերել լսում էին ինքնաբերաբար այդ ինֆորմացիան տարածվում էր մարդկանց գլխներում։ Հիմա էլ Տաշիր Սամվել Կարապետյանի քաղաքական ուժն են ընտրել իրենց ընդդիմություն, դե հասկանալի է, չէ, միշտ իրենք ասում են, քանի նախկինները կան, մենք միշտ իշխանության ենք լինելու։ Հիմա այս անգամ ընտրել են այս ուժին։ Այսինքն ուր մնաց ժողովրդի որոշումը, որտեղ է դա։ Եվ դրանով ազդում են ժողովրդի ինքնագիտակցության վրա, իրենք ազդում են շատ լավ։ Առավոտից իրիկուն, որ նստեն, լսեն, հմեկով խոսում են սրա մասին կամ մյուսով Civic-ով եւ այլն, ամբողջ օրը ազգային ժողովի ամբիոնից թիրախավորում են այդ մարդկանց։ Այսինքն իրենք են ընտրում ով է լինելու իրենց ճակերտավոր մրցակիցը, որի ֆոնի վրա իրենք շատ ձայն են տանելու։ Ձեր այս հարցին պատասխանի համար մի փոքրիկ պատմական այսպես մեջբերում անեմ, երբ որ հայ ժողովուրդը ի վերջո սովետական բռնապետությունից հնարավորություն ուներ ազատվելու 1988-89 թվականներին կազմակերպվեց հայոց համազգային շարժումը, որի կազմակերպիչներից Իգոր Մուրադյանի գաղափարախոսությունը այն էր, որ պետք է ունենանք միացյալ Հայաստան եւ Արցախի միասման խնդիրը առաջնահերթորեն դրված էր այդ շարժման հիմքերում։ Կազմակերպվեց Ղարաբաղ կոմիտեի առաջին կազմում կային Իգոր Մուրադյանը, Սիլվա Կապուտիկյանը, Զորի Բալայանը, բայց արդեն 89 թվականին ներքին խեղդժությունների արդյունքում, չեմ կարող ասել դա ինչպես է տեղի ունեցել, Ղարաբաղ կոմիտեի երկրորդ կազմում արդեն չկային ազգային նկարագիր ունեցող այս 3 դեմքերը եւ կար Լևոն Տեր-Պետրոսյանը։ Արցախյան հայ ժողովուրդը այո բուրըն մասնակցում էր այդ շարժմանը, Արցախի միասման ողջավորված էր Արցախի միացումով
եւ 1989 թվականին, երբ որ 3 ամսով Ղարաբաղ կոմիտեին տարան Ռուսաստան, հետ գալուց Լևոն Տեր-Պետրոսյանը հետեւյալ արտահայտությունը արեց, բառացիորեն կրկնում եմ, կոմիտեն անմահ է, կեց է ազատ անկախ Արցախը։ Հայ ժողովուրդը ողջավորությամբ ընդունեց այս արտահայտությունը, բայց չնկատեց, որ այլևս կոմիտեն չի մտածում, չի ոգևորում այն միտքը, որ Արցախը պիտի լինի միացյալ պետություն։ Հետո ընտրություններ, հետո Արցախյան հաղթանակ, հետո Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն դրել էր այն գիծը, ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն այս դեպքում մենք պիտի հասկանանք, որ Ռուսաստանն էր դրել այդ գիծը, որ միացյալ Հայաստան, Արցախը որպես Հայաստանի մարզ գոյություն ունենալ չի կարող։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը ստեղծեց այդ ուղղությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն պիտի լինի։ Հետո ստեղծվեց արդեն 91 թվականի հունիսին ստեղծվեց Արցախի դրոշը, ապա նոյեմբերին ստեղծվեց Արցախի զինանշանը եւ սիմվոլիկան կար, Արցախը արդեն անկախ մի պետություն էր, Հայաստան չէր։ Եկան Այսինքն դեռ 90-ականներից իրենք վիճելի են դարձրել Արցախը։ Այո, այդ Արցախի միացման գաղափարի հիմնական մարտիկները պատերազմից չվերադարձան։ Այո։ Եվ իշխանության եկան մարտիկ, ովքեր որ կողմ էին Արցախը մեկ այլ պետություն տեսնելուն։ Դրանից հետո եկավ Լևոն Տեր-Պետրոսյան, եկավ Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյանը ի վերջո հանձնեց Արցախը։ Այս ընթացքում իհարկե հայ ժողովուրդը որոշակիորեն փորձել է դեմ դուրս գալ այս process-ին, ընկալելով սոցիալական վիճակը նույնպես մենք տեսանք մարտի 1, մենք տեսանք ապստամբություն ծռերի կողմից կազմակերպված, որը ազատության կանչեր եւ ազատության հրավեր էր ժողովրդին, համախմբան հրավեր էր, որ ի վերջո ազատվեն գաղութատիրոջից, Արցախը ի վերջո կարողանանք պահպանել մեզ։ Բայց չունեցանք այնպիսի բուրըն համախմբում, ի վերջո նաեւ սրան զուգահեռ պիտի ասենք, որ մենք գաղութատիրոջ շատ խիստ լծակի ազդեցության տակ ենք եւ չկարողացանք ունենալ։ Հիմա կա այդ հնարավորությունը կապված աշխարհաքաղաքական խաղերի հետ, տեսնում ենք ինչպիսի փոփոխություններ է տեղի ունենում եւ շատ մեծ հնարավորություն ունի հայ ժողովուրդը այդ անկախությունը ունենալու խոսքը այս 29800 քառակուսի կիլոմետրով Հայաստանի անկախության մասին չէ, միացյալ Հայաստանի անկախություն։ Երբ որ մենք ասում ենք ազատ անկախ Հայաստան, ես երբեք չեմ ընկալել այս միտքը 29800-ի մեջ։ Իմ համար ազատ անկախ Հայաստանը գոնե ամենակիչը Արարատ այնտեղ պիտի լինի։ Մենք պիտի ունենանք այդ միացյալ Հայաստանը, Նախիջևան, Արցախ, Գարթման, Արարատը եւ մի խոսքով Հիմա կանք հասնենք իմ հարցին։ Այո։ Ես հարցնում եի, թե ինչպես է լինում, որ ժողովուրդը չի ընտրում իր ընդդիմությանը, ում պետք է դարձնի ընդդիմություն, այլ իշխանությունն է ընտրում ու մենք այդ ժողովուրդը այդ կուտը ուտում է, չէ՞։ Այսպես տարիներ շարունակ։ Եթե քաղաքական ուժերին բաժանենք երկու մասի, տեսեք, արհեստական բաժանումներ կան, նախկին, ներկա, սև, սպիտակ, այսպիսի բաժանումներ են անում իշխանությունները, այսպիսի բաժանումներ է տեղի ունենում, սա մանիպուլյացիոն բաժանումներ են։ Ըստ ինձ բաժանումը հստակ հետևյալն է, ազգային եւ ապազգային։ Եթե այդպիսի բաժանում դնենք, այդպիսի գիծ տնենք քաղաքական ուժերի միջև, ապա շատերը պիտի մնան այդ ապազգային նկարագրի ներքո, որովհետև ձեր ինչպես որ դուք նշեցիք, հիմա չի հնչում Արցախի խնդիրը։ Եվ միայն ազգային ուժերը, ազգային մտածողություն ունեցող, ազգային նպատակներ ունեցող մարդիկ է, որ այս խնդիրը չեն թողում, որ մեռնի։ Խնդիրը նրանում է, Սուրեն ջան, որ շատ քչերն են այդպիսի խորը մտածողությամբ գնում ընտրություն կատարում։ Շատերը գնում է 300,000 աշխատատեղ, հա, Նիկոլ Փաշինյանն ասում է թոշակները կպարզվեն։ Ըստ այդմ են ասֆալտ են արել, ավելի սոցիալական, տնտեսական խնդիրների են ուշադրություն դարձնում, ասենք ելու մնաց ազգային հարցերը, ելու մնաց մեր ինքնություն, Արցախ, այդ ամեն ինչը, էլի։ Միթե, չգիտեմ, այսքան մակերեսային է հայ ժողովուրդը նայում ամեն ինչին իր ընտրությունը կատարելիս։ Ընտրություն, տեսեք, Նիկոլ Փաշինյանի համակարգի կողմից կազմակերպված բեմադրության շնորհիվ, երբ որ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, դրանից հետո
ամեն տարի տարեկան հաշվարկով Հայաստանի արտաքին պարկը 1 միլիարդ դոլարով ամեն տարի ավելացել է եւ այս 7-8 տարվա ընթացքում կրկնապատկվել է Հայաստանի արտաքին պարկը եւ այդ խնդիրները որ դուք ասում եք այ լավ ասֆալտապատում կամ ինչ-որ մի բան փուչիկներ են դրանք փուչիկներ են եթե համեմատություն տանենք թե Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ քանի մանկապարտեզ կամ քանի դպրոց էր գործում Հայաստանի Հանրապետությունում եւ հիմա քանիսն են գործում, ապա պիտի հասկանանք, որ այդ վերանորոգված դպրոցներ, վերանորոգված մանկապարտեզներ եւ այդ ամեն ինչի ֆոնին պիտի հասկանանք, որ 30%-ով գործող դպրոցների եւ գործող մանկապարտեզների թիվը կրճատվել է Հայաստանի Հանրապետությունում։ Հայնազրկում է տեղի ունեցել ոչ միայն արտագաղթի տեսքով, այլ նաև մեր սահմանամերձ գյուղերի շատ բնակիչներ լքում են իրենց տները, որովհետև ուղղակի ապրելու հնարավորություն չկա, կյանքը չի զարգանում այնտեղ։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Վարդենիսը, որ հանդիսանում էր Հայաստանի կենտրոնը, կենտրոնական մասում էր, էլի հաստատի, հիմա սահմանամերձ տարածք է Վարդենիսը։ Բայց այդ սահմանամերձ գյուղերի բնակիչները գնում Նիկոլ Փաշինյանն են ընտրում։ Ես այդպիսի կարծիքին չեմ։ Որտեղ էր մի քանի հետազոտություն հրապարակվեց ուսումնասիրություն համայնքային ընտրություններ, որ գնացել ԿՊ էին ընտրել։ Սյունիքի մարզում օրինակ։ Շատ լավ, կա նաև հասարակությանը պիտի բաժանենք երկու մասի։ Մարդիկ, ովքեր վախից, սոցիալական խնդիրներից, ինչ-ինչ այլ պատճառներից չեն ընկալում Հայաստանի վիճակը եւ չեն իրենց փոքր համայնքում համին քիչ ավելի դժվար է, որովհետեւ չէ ծանոթ, բարեկամ, հազար ու մի խնդիր կա, վերջը նույն գյուղում են ապրում, իրար երես են տեսնելու, բայց այդ ամեն ինչը պիտի ինձ թվում է մի կողմ դնել է, ծանոթ, բարեկամ, հարևան, խնամի այս ամեն ինչի վերջնական նկարագիր այլ է, երբ որ հայրենիքի կյանքը բարձր կդասենք մեր կյանքից, ապա հայրենիքը կյանք կունենա։ Այո։ Խնդիրը հենց դրանում է։ Հիմա քո կարծիքով այս խայտաբղետության մեջ արժի ընտրությունների մասնակցել թե ոչ։ Օրինակ, եթե մասնակցել, ինչպես պիտի անեն, ազգային ուժերը պիտի համախմբվեն, այլընտրանք առաջարկեն, բայց չէ որ 4 կողմից այլընտրանք են առաջարկում, անդադ մի օր մի շարժում է ծնվում, մի օր մի կուսակցություն է ծնվում ու արդեն մոտավորապես մի 2 օր առաջ էր կարծեմ շրջանառության մեջ էին դրել, արդեն 24-25 քաղաքական ուժի մասնակցության մասին է խոսում, դեռ մի մասն էլ չեն սպասում են, չեն հայտարարել մասնակցության մասին։ Չգիտեմ, գուցե մի 30-ից ավելի քաղաքական ուժեր կմասնակցեն։ Տեսեք, ազգային ուժեր ասածը այդպիսի բան գոյություն չունի։ Կա ազգային ուժ։ Դա մեկը կարող է լինել համապատասխան Հայաստանի հայ ժողովրդի նպատակներին եւ իղձերին։ Սա մեկն է, սա Հայաստանը մեկն է եւ ազգային ուժ ասածը, որ այդ նպատակ այդ ծրագիրը պիտի իրականացնի, սա մեկը կարող է լինել։ Այո, կարող են համախմբվել անհատներ, գաղափարական մարդիկ եւ ստեղծել ավելի ուժեղ ազգային մեկ ուժ։ Ինչ վերաբերում է ապազգային ուժերին, այո, նրանք կարող են լինել տարբեր, կախված աշխարհաքաղաքական տարբեր բևեռներից։ Թուրքամետ, Եվրոպամետ, Ռուսամետ, այո, նրանք շատ են եւ հիմա հայ ժողովրդին քարոզվում է այդ, որ գիտես, ընտրենք այս մեկը, ապա ավելի այս ճանապարհով գնանք, ավելի մեծ զարգացում կունենանք եւ այլն, բայց հայ ժողովուրդ իր պատմությամբ պիտի ընկալի, որ այլախոհությունը, այլամետությունը չի կարող իրեն բերել ավելի մեծ բարգավաճման, ավելի մեծ զարգացման, քան իր ազգային ծրագրի, իր ազգային իղձերի իրականացումը։ Այսինքն ինչ վերաբերում է ձեր նախնական հարցին, մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին թե ոչ, ես կարծում եմ, որ ժողովուրդը քաղաքականապես գիտակից չէ եւ հիմա մասնակցել ընտրություններին ուղղակի անիմաստ կլինի։ Բայց լավ, եթե չմասնակցես, ի վերջո քաղաքական ուժ ես, գոնե մի բան պիտի ինչ որ ուրիշ բան պիտի առաջարկես, չէ՞, ժողովրդին։ Գաղութային վիճակի մեջ, երբ որ դու մասնակցես ընտրությունների, նրանց Սերժ Սարգսյանի խոսքը չմոռանանք, ինչքան ուզեմ, այդքան խփեմը դեռ գործում է։
նրանք էլի ինչքան ուզեն, այդքան խփելու են եւ հանրության ներկայացնելու են, որ ահա ձեր ազգային ուժը այն ունի 0.1%։ Բայց չմասնակցելու դեպքում էլ նույն այդ ազգային ուժի գաղափարակիցները կամ ընդհանրապես մարդիկ, ովքեր թեկուզ հեռակա են համակրում եւ այլն, հանրահավաքներին շատերը չեն մասնակցում, բայց ասում են ընտրություններին Պևերին կընտրենք։ Հիմա սպասում են մի քանի գրառում, օրինակ հանդիպեցի այսօրին, թե մենք ով է, որտեղ եւ այլն Պևերին են ընտրելու, մասնակցում են արդյոք ընտրություններին, թե ոչ, անծանոթ մարդիկ լրիվ։ Այսինքն այդ դեպքում մենք ինչ ենք ասում ժողովրդին, եթե չենք մասնակցում, արդյոք մեր քաղաքական ակտիվությունը չենք կորցնում, հազար ու մի հարց կա էլի այդ դեպքում։ Եթե այս մի քանի ամիսների դա էլ չի արդյոք վանի ժողովրդին հեռացնի մեզանից։ Շատ լավ, եթե այս մի քանի ամիսների մեջ այնպիսի աշխարհակաղակական փոփոխություններ տեղի ունենան, որ հայ ժողովրդի ազատագրումը ավելի մոտ լինի, ապա շատ հնարավոր է, որ ընտրություններով որպես առաջին քայլ ընտրություններով Նիկոլ Փաշինյանին հեռացնելը հնարավոր կդառնա եւ ապա կարելի է մասնակցել ընտրություններին, բերել այդ փոփոխությունները այդ ճանապարհով։ Եթե չի լինելու այդպիսի փոփոխություններ, ապա կարծում եմ, որ ոչ դեռ ժամանակը չէ։ Կգա ժամանակ, երբ փոփոխությունը կլինի, ինքնին կլինի, ժողովրդի թելադրանքով կլինի այդ փոփոխությունը, ժողովուրդը կգա այդ ընտրությանը, քվեաթերթիկում ճիշկա դնելով փոփոխություն երբեք չի եկել Հայաստանում, չի էլ գալու, փոփոխությունը գալիս է ինքնաբուխ եւ գալու է իր ժամանակին։ Օրինակ շատ են կարծիքները, որ այս տարի ընտրություններից հետո անպայման կլինեն հետընտրական զարգացումներ, հաշվի առնելով այս իշխանությունների Նիկոլ Փաշինյանի այս բռնապետական մեթոդները, որոնք արդեն իսկ չէ, դեռ անցած տարվանից էին սկսվել եւ գնալով ահագնանում են, այլախոհությունը չի հանդուրժվում եւ այլն, եւ արդեն իսկ կան շատ վերլուծություններ, ենթադրություններ, որ կլինեն հետընտրական զարգացումներ եւ կա նաեւ կարծիք, որ Պևերը անպայման պետք է մասնակցի ընտրություններին, որպեսզի մանավանդ երբ որ աշխարհակաղակական փոփոխություններ են սպասվում, երբ որ Իրանում հնարավոր է շատ շուտ փոփոխություններ լինեն, այդ ժամանակ Պևերը պետք է հետընտրական զարգացումների վրա իր ազդեցությունը ունենա, այդ դեպքում այդ պարագայում անպայման մասնակցելը կարևորվում է ընտրությունների, նման դիրքորոշումներ էլ կան։ Ես ինքս դեմ եմ մասնակցությանը, բայց ամեն դեպքում կան կարծիքներ։ Հասարակության մի զանգվածի մի մասի համար Պևերը դիտվում է որպես կուսակցություն եւ ընտրություններին մասնակցող ուժերը դիտվում են որպես կուսակցություն, բայց պետք է ասել, որ Պևերը կուսակցություն չէ, Պևերը ի սկզբանե ստեղծվել եւ գործում է որպես շարժում, ազգային շարժում եւ նրա նպատակը ոչ թե իշխանության գալն է, այլ փոփոխությունը հայ ժողովրդի համար։ Այո, դա հնարավոր է իրականացնել միայն այն դեպքում, երբ կձևավորվի ազգային իշխանություն եւ վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր ձեզ դիմում են, գիտակցում են դա, որ ի վերջո ազգային իշխանության միջոցով պիտի լինի այդ փոփոխությունը եւ դրանք հենց Պևերին են դիտարկում ազգային իշխանություն, բայց այդ մարդկանց պետք է ուղղակի ասել, որ պետք է դեռևս համբերել եւ այո, երբ ժամանակը գա Պևերը իրականացնի այդ փոփոխությունը, թե ինչ ճանապարհներով հիմա չեմ կարող պատկերացնել, բայց վստահ եմ, որ Պևերի գլխավորությամբ հնարավոր է այդ փոփոխությունը, այդ ընտրությունը կատարել ազգայինի եւ ապազգայինի։ Օրինակ կա նաև կարծիք, որ այս շրջանը, այս նախընտրական շրջանը պետք է օգտագործել ժողովրդի հետ շփվել, որքան հնարավոր է շատ փողոցներում կլինի Երևանի, ոչ միայն Երևանի, այլ նաև մարզեր գնալ, շփվել ժողովրդի հետ, ներկայացնել փաստերով ով է Նիկոլ Փաշինյանը, որ ինքը ոչ թե արևմուտք է գնում, այլ գնում է Թուրքիա, աշխատանք տանել, աշխատել ժողովրդի հետ եւ բերել ազգային դաշտ։ Արդյոք դա հնարավոր է այս ռեսուրսների, հսկայական ռեսուրսների պատերազմում։ Մի կողմում կան նախկիններ եւ նախկինների հետ սերտաճած նոր ինչ-որ ուժեր, մյուս կողմում կա Նիկոլ Փաշինյան, չէ։ Տեսեք, բերեք չտարանջատենք այդ նախկիններին, ներկաներին, քիչ առաջ դա էի ասում։ Չտարանջատենք, սա համակարգ է, գաղութային համակարգ իր գործիչներով, իր ամբողջ ռեսուրսով։ Ռուս-թուրքական գաղութային համակարգն է հայ ժողովրդի Հայաստանի հանդեպ։ Ամբողջ համակարգը գործում է, այո, ստեղծվում են նոր կուսակցություններ, նոր ուժեր, նոր ինչ-որ խոսույթներ, որ այս ուղղությամբ այսքան աշխատատեղ, այսքան բայց ոչ մեկ չի խոսում օրինակ, որ Հայաստանում ազգային ընկալում ունեցող, ազգային պայքարի թեկուզ խոսք արտահայտած անհատներ գտնվում են բանտերում, քաղբանտարկյալներ են։
եթե որոշները իրենց խոսքի համար դատապարտվել են ամիսների ազատազրկմամբ, ապա մարդիկ իրենց գործի համար են դատապարտվել տարիների եւ նրանց այդ բանտարկությունը հենց խոսում է այն մասին, որ հայ ժողովուրդը գաղութացման մեջ է, ազգային ինքնության մասին խոսք ունեցող մարդը բանտարկված է։ Այսօր ստեղծվում է, տեսեք, մեր բանակի կրճատում է տեղի ունենում, հոգևոր ծառայությունների դադարեցում է տեղի ունենում եւ հանկարծ ստեղծվում է ազգային գվարդիա, որ երբ որ ոստիկանական գվարդիա, այո, ոստիկանական գվարդիա, անունը դրել են ոստիկանական ազգային թե ոստիկանական գվարդիա, որ ազգային բառը Նիկոլը վախենի որի երբ որ նայում ես նրա կազմությունը, ինչ զենքեր պետք է ունենան, ինչ զինամթերք, ինչպիսի գործողություններ, այո, սա ժողովրդի ճնշման նոր լծակ է։ Այսինքն արտաքին մեր պատը քանդվում է, կարող է ճշտամին հանգիստ ներս գալ, բայց եւ ներսից ստեղծում է ճնշման նոր լծակներ։ Որպեսզի կարողանա պահել իր իշխանությունը։ Եվ այն մարդիկ, ովքեր խոսում են դրա դեմ բարձրաձայնում են, նրանք բանտարկվում են։ Հոգևոր առաջնորդներ, աշխարհիկ առաջնորդներ։ Հիմա կա առաջարկ գնալ այս ամենը ներկայացնել ժողովրդին փաստերով եւ կշահենք ժողովրդի վստահությունը, օրինակ, չգիտեմ։ Կա նաև կարծիք, որ ՊԲՌ-ը սոցիալ-տնտեսական խնդիրներից շատ քիչ է խոսում, կենտրոնացել են անվտանգային հարցերի վրա։ Մինչև մենք չենք լուծի մեր անվտանգային հարցերը, սոցիալ-տնտեսական խնդիրները լուծել հնարավոր չի լինի։ Պարոն Պապյանն ասում, չէ, մենք չենք կարող նստել ժողովրդին խաբել, խոստումներ տալ, ասել կգանք, այս բան կանենք, չէ, սա կանենք, նա կանենք։ Եթե դու ունես էներգետիկ ճգնաժամ, եթե դու ունես տրանսպորտային ճգնաժամ, բոլոր առումներով, եթե դու ունես օրորի ավելացող հարկային բեռ, ինչ սոցիալական բարեփոխումների մասին է։ Լավ, ստեղծիր աշխատատեղեր եւ այդ աշխատանքի կեսը այդ մարդը պիտի մուծի պետությանը, որ գնան խնջույքներ անեն։ Ապա սա բարեփոխում եղավ։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հետո տեսեք մեր դրամի արժեզրկումը ինչ եղել։ Ես հիշում եմ տարիներ առաջ հնարավոր էր խանութից 5000 դրամով օրվա օրապայիկը գնել, այսօր չես կարող։ Այո։ Շատ է արժեզրկվել։ Կարևորը իր շրջապատը ամեն ինչով ապահոված է, ամեն ինչ անում է կոմպրոմատներով, փողով պահում է բոլորին, որ ամուր լինեն, չհեռանան իրենից, որ կարողանան այդպես գնալ հանձնվողական քաղաքականությամբ։ Վերջին խնջույքն է։ Այո, իմ կարծիքով վերջին խնջույքն է, թող շատ ուրախանան։ Ինչու է վերջինը։ Որովհետև ի վերջո արդեն ես քիչ առաջ էլ ասացի, հայ ժողովուրդը զգում է, որ պետք է վերադառնա իր արմատներին, իր ինքնությանը եւ դրա փաստերը կան, թեկուզ եւ իրենց զավակներին այդ մեր հայդուկների, ֆիդայինների անունը կոչելով ժողովուրդը ինչքան էլ Նիկոլ ասի, որ արատամերը չէ, հայ ժողովրդի մեջ դա կա։ Մեր գենետիկ հիշողությունը, մեր պապերի թողաժառանգությունը տանում են նրան, որ մենք մեր պայքարը պիտի տանենք դրան։ Օրինակ, որ արդեն ամփոփում ենք, Սուրեն ջան, քո շրջապատում հարազատ, բարեկամ ընկերներին չեն մտածում, ընդհանուր թե Նիկոլի քաղաքական զգում են, իրավիճակը հստակ գիտակցում են։ Նիկոլ Փաշինյանը այն գործիչն է իմ հարազատների կարծիքով, որ տանում է Հայաստան դեպի թուրքացում։ Չկան այնպիսի, հիմա չեմ հիշում որևէ մեկին, որ այդ կարծիքին չէ։ Եվ նաև մյուս նախագահներին, որ եղել են Լևոն Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Սերժ Սարգսյան, սրանք իհարկե նրանց չեն դիտարկում որպես թուրքամետ գործիչներ, բայց դիտարկում են ռուսամետ գործիչներ, որոնց միջև նույնպես տարբերություն չկա։ Այսինքն իմ շրջապատում, գոնե իմ շրջապատում կա այն գիտակցումը, որ կա համակարգ իր ադմինիստրացիոն առաջնորդներով, գործիչներով, այս դեպքում կարելի ասել գործիքներով, որոնք Հայաստանը պահում են գաղութացման վիճակի մեջ։ Եվ այս ամենի դեմ պետք է ինչ-որ կերպ ապստամբել։ Երանի շուտ լինի։ Ես թվում է Նիկոլամետները հիմնականում նրանք են, ովքեր համակարգից ինչ-որ կերպով սնվում են, ինչ-որ իրենց տուն դրամ է մտնում։ Նրանք
կամ չեն քննադատում, խուսափում են Նիկոլ իշխանությանը քննադատելուց, կամ ուղղակի ասում են դե մարդը հազիվ խաղաղություն է բերել եւ այլն։ Հիմա կլինի համայնքապետարանի աշխատակից, թաղապետարանի աշխատակից, այդ մտածումը կա համենայն դեպս, եթե անգամ իրեն քննադատել ունեն, բացահայտ չեն քննադատի, գուցե իրենց ընտանիքում փորձեն, բայց ավելի շատ նախընտրում են լռել, օրինակ ես այդպիսի մարդկանց եմ հանդիպում։ Ձեր ասածը փաստում է այն բանը, որ Հայաստանը հայ ժողովուրդը ոչ միայն ունի գոյատևման խնդիր լայն առումով, այլ ավելի փոքր մասշտաբային առումով ունի նաև սոցիալական հոգեբանական բեռ, որը փորձում են դրանով շեղել այն ավելի մեծ խնդրից եւ Նիկոլ Փաշինյանի պատարակներին, որ կոմունալ բաժնի աշխատողները ստիպված գալիս են, մարդիկ արտահայտում են, որ այո, մենք ստիպված եկել ենք, սա փաստում է այն, որ նրանց ստիպում են, որ իսկ մարդը եթե այդ աշխատանքից զրկվեց, ինչպես պիտի գոյատևի։ Այո։ Եվ այս ամբողջ այդ հենց այդ գաղութային համակարգի էությունն է սա։ Մենք պիտի դա ընկալենք եւ դուրս գանք դրանից։ Եվ փաստը նա է, որ մարդկանց փաստ ասում են պիտի գաք մասնակցեք մարզպետների միջոցով, չգիտեմ, տնօրեններով եւ այլն, վերջին շաբաթն էլ ասում էին մանկավարժներին ասել են իրենց հետ 10 հոգի մարդ բերեն ամեն մեկը, բայց Նիկոլ Փաշինյանը մենք ոչ մեկի չենք ստիպում։ Եվ ով դեմ չի գործից հանում են, չէ՞։ Ովքեր որ ուզում են գալիս են պատարակի են մասնակցում։ Սա շատ այսպես ժողովրդավար երկիր ենք մենք, ով է ասել, որ ստիպողաբար ենք բերում ժողովրդին։ Շատերը անգամ հերո են կանգնում, որ կամերաների առաջ երևան, որպեսզի կարողանան տիրել։ Հուսանք, որ որպես մեր եզրափակիչ խոսք, հուսանք, որ սա երկար չի շարունակվի եւ իրոք փոփոխությունները մոտ են մեր տարածաշրջանում։ Ես հավատացած եմ, որ երկար չի շարունակվի։ Այո, տարածաշրջանում շատ բուրըն փոփոխություններ են տեղի ունենում, թուրքերի քրդերի ապստամբությունը Թուրքիայի դեմ, Իրանում տեղի ունեցող փոփոխությունները, այս ամբողջը պիտի ազդի Հայաստանի վերաձևավորման վրա եւ հույս ունեմ, որ Միացյալ Հայաստանի ստեղծումը կսկսվի մոտ ժամանակներում։ Շնորհակալ եմ այս զրույցի համար, Սուրեն ջան։ Շնորհակալություն նաև ձեզ, սիրելի հայրենակիցներ, որ դիտում եք մեր այս եթերը, շատ կարևոր է լայքել, գրել մեկնաբանություններ եւ այս եթերը տարածել ձեր սոցցանցերի էջերում։ Այսքանը հաջողություն։